Երիտասարդ գեղանկարչուհի Աննա Բաղդասարյանի ստեղծագործական ճանապարհը սկսվել է մանկապարտեզից։ Նկարում էր տնակներ, աղյուսները փոխարինելով ծաղիկներով։ Այդ միտքը իմ մանկական ուղեղի մեջի ես շատ բարձ հիշում եմ, մտածում եմ, եթե աղյուսներից տնակը կարա լինի, ինչի չեմ կարա փոխարինեմ աղյուսը ծաղիկով։ Ու ինձ թվում է իմ ճակատագիրը այդ մանկության տարիներին ինչ-որ ձև որոշվեց, որովհետև ճարտարապետի կրթություն ստացա, բայց ծաղիկների միջոցով վերադարձա նկարելուն։ Վարդագույնը նկարչուհու արվեստի առանցքային գույներից է եւ ինչպես ինքն է ասում, պայմանավորված է իր ներսում ապրող փոքր աղջնակի հետ։ Ինձ դուր է գալիս այդ միտքը, որ հնարավոր է իմ մեջ այդ փոքր աղջնակը մինչև հիմա կա ու վարդագույնի հանդեպ սերը արտահայտվում է այդպես կտավների վրա, ինչու ոչ նաև առօրյայում, ինտերիերում կամ շորերի մեջ էլ նույնպես։ Գույն ծաղկային մտորումներ ցուցահանդեսում հեղինակը ներկայացրել է 21 աշխատանք, որոնց հիմքում գույնի եւ ծաղկի երկխոսությունն է։ Նկարչությունն Աննայի համար զգացմունքներն արտահայտելու միջոց է, ստեղծագործելիս փորձում է կտավին փոխանցել դրական հույզերը։ Գույնը կարող է մեր պատկերացումը փոխել, կարող է մեր ընկալումը փոխել։ Օրինակ կարա կտավի ֆոնը լինի կապույտ, շատ դրական թվա, փոխենք ու շատ պրիմիտիվ օրինակ եմ ասում, փոխենք մուգ գույնի ընկալումը փոխվի, բայց առհասարակ գույնի ազդեցությունը ֆորմայի վրա ու ինձ թվում է այդ հարաբերությունը կյանքի մեջ էլ բնության մեջ, ամեն ինչի մեջ կարելի է գտնել, թե ոնց է գույնը ազդում ընկալման վրա եւ նույնիսկ հոգեբանական տեսանկյունից։ Աննան այցելուներին չի պատմում իր աշխատանքների մասին, ասում է յուրաքանչյուրն իր մեկնաբանությունը պետք է տա, թեև նկարում է բոլոր ծաղիկները, բայց նկարչուհու համար առանձնահատուկ են մեխակները, որոնց հանդեպ սերը փոխանցվել է մորից։ Մի փոքր քննադատության ենթարկվել միշտ այդ սերը, քանի որ համարվում է ավելի ծաղկեպսակային կարելի ասել այդպես ծաղիկ, բայց ես այդ քննադատությունը չունեմ իմ մեջ, բոլոր ծաղիկներին հավասարաչափ սիրում եմ, բայց մեխակները նամանավանդ իրենց բույրի համար շատ եմ սիրում։ Գեղանկարչուհին խոստովանում է իր արվեստում ծաղիկը գլխավոր հերոսն է, այդպես է եղել մանկուց, իսկ արվեստասերին խորհուրդ է տալիս ծաղիկների լեզուն հասկանալու համար ուսումնասիրել դրանց առանձնահատկությունները։ Յուրա Վահանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։